4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ, դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա բան նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլա չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն, հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է, քահանաների հետևից հանգնում ձեռմեռակցում, լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսյակն է եկեղեցին։ Բոսյակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ, ես ինչ ձև է, ես ինչ ձև է ընդհանրապես։ Ում բարոյական քարոզներ են կարդում, բաներ են անում։ Ինչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես այդ սրբությունների հետ հաղորդակցվելու։ Ինչ իրավունք ունեն այդ մարդիկ։ Ովքեր Էցին անգլիական թագուհի էր, իսկ եւ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին եւ այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիիրված բռնապետ։
Շատ լավ դիտարկենք այդ տարբերակը։ Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին անգլիական թակուց վերածել է բռնապետի, որը հետագայում 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, որ կամ իր հրամանների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 հոգի սպանվեց։ Կամ որ ասում են մարտի 1, ընդհանրապես խոսում են մարտի 1-ի բացահայտումից։ Ժորժ ջան, էլի ես դատարկության հետ եմ ես խոսում։ Դատարկություն բառից ֆիզիկական իմաստով, ոչ հոգեպես։ Ժորժ ջան, ով է սպանել այդ 10 հոգուն։ Անուշ Քլոյանը նստած է, Գորգ Քլոյանին ով է սպանել։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է եկել Երևանի կենտրոնում սպանել, այլ մոլորակայիններն են սպանել, ով բոլշևիկներն են սպանել, ով է սպանել այդ մարդուն։ Չնայած եթե ձեր վարկածով գնանք, եթե հոկտեմբերի 27-ը տանդեմը կազմակերպել է, որպեսզի Քոչարյանը գա իշխանության, երևի կարանք ենթադրենք, որ տանդեմն է սպանել Քոչարյանի հրամանի հետևանքով։ Խոսում եք Ղարաբաղը հայկական լինելուց։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, ձեր գործողությունների արդյունքում։ Ու երբ որ մենք դրան նախորդող տարիներին խոսում էինք հնարավոր լուծումների մասին, ոչ թե ձեր հեքիաթների մասին, այլ հնարավոր լուծումների մասին, այնպես անել, որ մարդիկ մնան այնտեղ, շարունակեն ապրել իրենց հայրենիքում, դուք մեզ անվանում եք դավաճան, թրքասեր, չգիտեմ, ադրբեջանասեր, պարոն Մինասյանը էլ ինչ բնորոշիչներ օգտագործեց են հին դաշնակցական պլաստիկայի համեմատ, էլի, թրքասեր, դավաճաններ, եսի միջեր եւ այլն։ Այդ դուք դա մեզ ասելով եք զբաղված, երբ որ մենք ասում ենք Ժորժ ջան, եկեք իրենց անենք, այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում։ Դուք ասում եք, չէ, այդ դավաճաններ, ոնց եք հանդգնում չխոսել նրա մասին, որ 7 շրջանները պետք է շարունակեն լինել Լեռնային Ղարաբաղի մաս, որովհետև դա սահմանադրության մաս է Լեռնային Ղարաբաղի։ Կամ ասում եք, այդ դավաճաններ, ոնց ես դուք անկախությունից չեք խոսում Ղարաբաղի։ Արդյունքում ինչ ա եղել։ Հիմա դուք եկել ստեղ ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոց եք դրել, ասում եք վերադարձի իրավունք, չէ, մենք այլ հարց չենք դնում, վերադարձի իրավունք, այդ ձեր ցավը տամ, այդ մարդիկ ընդեղ էին, վերադարձի կարիք չկար, ինչ եք մենք մեզ դավաճան ասում, երբ որ մենք փորձում ենք նենց անենք, որ այդ մարդիկ մնան այդտեղ։ Դե ես հարցի պատասխանը գիտեմ ինչի, այդ հարցի պատասխանը գրված է 004 շրջաբերականում, գրած է, որ սկզբից պետք է Ղարաբաղում իշխանափոխություն անենք, հետո Հայաստանում իշխանափոխություն անենք, հետո այնպես անենք, որ հավանական սցենարում, երբ որ երաշխավորը որոշի ուղիղ իրեն ենթարկեցնել Ղարաբաղը, Ղարաբաղի եւ Հայաստանի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, եւ որ արկա իրավիճակում եւ մեր այս ժամանակներում մեկ-մեկ պետք է լինում ինքնիշխանության մակարդակը նվազեցնել։ Այդ դրա համար էլ այս ամինչը արել եք, դրա համար էլ այս ամինչը անում եք, դրա համար էլ Եռագլուխ կուսակցությամբ միավորվել եք են Կալուգացու հետ, մեկել են Բելարուսամետի հետ եւ ուզում եք